Ողջույն սիրելի հետևորդներ։ Երբևէ մտածել եք, թե ինչու է նույն եկեղեցում, նույն քարոզի ժամանակ, նույն ավետարանը լսող մարդկանցից մեկը դուրս գալիս ամբողջովին փոխված, իսկ մյուսը մնում է նույնը։ Ինչու է նույն աղոթքը մեկին խաղաղություն տալիս, իսկ մյուսը շարունակում է ապրել անհանգիստ։ Միթե խնդիրը քարոզիչն է, կամ խնդիրը խոսքի մեջ է։ Իհարկե ոչ։ Պողոս առաքյալն ասում է, որ խնդիրը մարդու ներքին վիճակն է։ Կան մարդիկ, որոնք լսում են միայն ականջներով, եւ կան մարդիկ, որոնք լսում են Սուրբ Հոգով։ Այսօր աշխարհը լցված է տեղեկություններով, բայց դատարկվում է իմաստությունից։ Մենք ամեն օր հազարավոր տեսանյութեր ենք դիտում, տասնյակ լուրեր ենք կարդում, բայց մեր հոգին հաճախ մնում է սոված։ Այս հատվածը Պողոսը մեզ ցույց է տալիս, որ 3 կարևոր հարց՝ ով է իրականում հոգևոր մարդը, ինչու է եկեղեցում երբեմն առաջանում բաժանում, եւ ինչպես կարող ենք դառնալ Աստծո շինության կենդանի քարերը։ Եկեք հասկանանք այս խոսքերը։ Մեր հավատքը կդադարի լինել պարզապես ավանդույթ եւ կդառնա կենդանի հարաբերություն Աստծո հետ։ Իսկ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ հոգին, որ Աստծուց է գալիս, որպեսզի ճանաչենք այն, որ Աստծո կողմից շնորհվեց մեզ։ Եվ ինչ որ խոսում ենք ոչ թե մարդկային ճարտարությամբ արտասանված խոսքեր են, այլ հոգու վարդապետությամբ։ Հոգևոր բաները հոգևոր մարդկանց ենք բացատրում։ Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչը Աստծո հոգին է, որովհետև դա հիմարություն է իր համար եւ չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։ Իսկ հոգևոր մարդը քննում է ամեն ինչ եւ ինքը ոչ մեկի կողմից չի քննվում։ Իսկ արդ ով իմացավ Տիրոջ միտքը, որ կարողանա խրատ տալ նրան, սակայն մենք ունենք Քրիստոսի միտքը։ Ես էլ, եղբայրներ, չկարողացա խոսել ձեզ հետ իբրև հոգևորների, այլ իբրև մարմնավորների, իբրև Քրիստոսով մանուկների, կաթտվեցի ձեզ եւ ոչ թե կերակուր, որովհետեւ դեռ չենք կարողանում ուտել, նույնիսկ հիմա էլ չենք կարողանում, որովհետև դեռևս մարմնավոր ենք։ Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, միթե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք եւ վարվում եք զուտ մարդկային ձևով։ Երբ ձեզնից մեկն ասում է ես Պողոսական եմ, իսկ մեկ ուրիշը ես ապողոսական եմ, պարզ չէ, որ պարզապես մարդիկ եք։ Իսկ արդ ով է Պողոսը կամ ով է Ապողոսը։ Սպասավորներ, որոնց միջոցով հավատքի եկաք։ Եվ նրանցից յուրաքանչյուրն այն է, որ ինչ որ Տերը տվեց նրան։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։ Հետևաբար ոչ նա է կարևորություն ներկայացնում, ով տնկեց, ոչ էլ նա, ով ջրեց, այլ Աստված նա, ով աճեցրեց։ Ով տնկեց եւ ով ջրեց մի են, բայց յուրաքանչյուրն իր վաստակի համաձայն իր վարձքը կստանա, որովհետեւ մենք Աստծուն գործակից ենք, դուք Աստծո արգասիքն եք, Աստծո շինությունը։ Ըստ Աստծո շնորհի, որ ինձ է տրվել, ես որպես իմաստուն ճարտարապետ հիմքը դրեցի, բայց ուրիշն է, որ վրան կառուցում է։ Սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպես է կառուցում։ Ամեն։ Մենք աշխարհի հոգին չստացանք, այլ Աստծուց եկող հոգին, հռչակում է Պողոս առաքյալը։ Պողոսը սկսում է մի շատ կարևոր ճշմարտությամբ։ Քրիստոնյան ապրում է երկու աշխարհների սահմանին։ Մեկը աշխարհի մտածելակերպն է, մյուսը Սուրբ Հոգու մտածելակերպը։ Աշխարհն ասում է. հավաքիր, բարձրացիր, հաղթիր բոլորին, ապացուցիր ամեն տեղ, որ դու ճիշտ ես։ Սուրբ Հոգին ասում է. սիրիր, ծառայիր, ներիր, խոնարհվիր։ Հետևաբար, Սուրբ Հոգին միայն մխիթարիչ չէ, նա փոխում է մեր մտածելակերպը։ Փորձենք մեր ժամանակների հետ համեմատել, կտեսնենք, որ այսօր շատ մարդիկ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում։ Ալգորիթմները ձևավորում են մեր կարծիքները, ցանկությունները, նույնիսկ մեր վախերը։ Պողոս առաքյալը հարցնում է. ով է ձևավորում քո մտածելակերպը, աշխարհի ոգին, թե Սուրբ Հոգին։ Եթե ամեն օր սնվում ես միայն աշխարհի աղմուկով, դժվար կլիներ լսել Աստծո մեղմ ձայնը։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը նշում է, որ Սուրբ Հոգին նոր տեղեկություն չի տալիս միայն, այլ նոր աչքեր է տալիս տեսնելու նույն ճշմարտությունը։ Առանց Սուրբ Հոգու ավետարանը կարող է թվալ պարզապես գեղեցիկ գիրք, իսկ նրա ներկայությամբ այն դառնում է կենդանի կյանք։
Հոգևոր մարդը դատում է ամեն ինչ։ Պողոս առաքյալը չի ասում, որ հոգևոր մարդը բոլորից խելացի է։ Նա ասում է, որ հոգևոր մարդը կարողանում է տարբերել Աստծո կամքը։ Այսօր ամենամեծ խնդիրներից մեկը այն չէ, որ մարդիկ քիչ գիտեն, այլ այն, որ չեն կարողանում տարբերել ճշմարտությունն ու կեղծիքը։ Հոգևոր հասունությունը չափվում է ոչ թե գիտելիքի քանակով, այլ ճիշտ ընտրությունների կարողությամբ։ Չկարողացա ձեզ հետ խոսել որպես հոգևոր մարդկանց։ Սա ամենացավոտ խոսքերից մեկն է։ Պողոս առաքյալը դիմում է եկեղեցու անդամներին եւ ասում. դուք դեռ մանուկ եք Քրիստոսում։ Ինչու՞։ Որովհետև նրանց մեջ կային նախանձ, մրցակցություն, բաժանումներ, հպարտություն։ Այսինքն, տարիներով եկեղեցի հաճախելը դեռ չի նշանակում հոգևոր հասունություն ունենալ։ Այսօր աշխարհը կարող է անգիր իմանալ Սուրբ Գիրքը, ամեն կիրակի լինել եկեղեցում, ծառայություններ կատարել, բայց եթե չի կարողանում ներել, խոնարհվել, սիրել, ապա դեռ հոգևոր մանկության մեջ է։ Սուրբ Օգոստնես Երանելին ասում է. տարիքն աճում է ինքն իրեն, բայց հոգևոր հասունությունը միայն հնազանդությամբ Աստծուն։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։ Այս հատվածի կենտրոնական գաղափարն է։ Պողոս առաքյալը հիշեցնում է. ծառայողները տարբեր են, բայց արդյունքը Աստծուց է։ Մեկը քարոզում է, մյուսը սովորեցնում, երրորդը աղոթում է, բայց կյանք փոխողը Աստված է։ Մենք հաճախ չափում ենք ծառայությունը թվերով։ Քանի հետևորդ ունես, քանի դիտում կա, քանի հավանում կա, բայց Աստված չափում է այլ կերպ։ Քանի մարդ փոխվեց։ Կարող ես ունենալ միլիոն դիտում եւ ոչ մի փոխված կյանք։ Կարող ես խոսել 10 մարդու հետ եւ նրանցից մեկն ամբողջությամբ փոխվի։ Աստծո տնտեսագիտությունը այլ է։ Սուրբ Գրիգոր Նյուսացին ասում է, որ հովիվը կարող է ցանել միայն այն, ինչը ինքն է ապրում։ Եթե սիրտը չոր է, սևն է դժվարությամբ է ծլում։ Դուք Աստծո արտն եք, Աստծո շինությունը։ Պողոսը երկու պատկեր է օգտագործում. արտ սերմը պետք է աճի։ Եթե տարիներ անցել նույն վիճակում եք, ուրեմն աճ չկա։ Եվ շինություն։ Յուրաքանչյուր քրիստոնյա մի քար է Աստծո տաճարում, ոչ ոք ավելորդ չէ, բայց յուրաքանչյուր քար պետք է ճիշտ տեղում լինի։ Սուրբ Եփրեմ աստորին ասում է, որ Աստված ոչ թե պատրաստի տաճար է գտնում, այլ մարդկանց սրտերից է կառուցում իր բնակարանը։ Այս հատվածի պատգամը մեր ժամանակների համար է։ Մենք ապրում ենք տեղեկատվության դարում, բայց ոչ միշտ իմաստության։ Շատերը գիտեն Աստծո մասին, քչերն են ճանաչում Աստծուն։ Շատերը լսում են քարոզները, քչերն են փոխվում դրանցից։ Պողոսը մեզ հրավիրում է ոչ թե պարզապես տեղեկացված լինել, այլ փոխակերպվել Սուրբ Հոգու ներգործությամբ։ Այս խորհուրդները քեզ այս հատվածից կօգնեն, որ փոխվել։ Ամեն օր խնդրիր Սուրբ Հոգուն առաջնորդել քո մտածողությունը։ Նախքան որևէ կարևոր որոշում կայացնելը հարցրու, սա Աստծո կամքն է։ Մի նախանձիր ուրիշների ծառայությանը, մի պաշտիր մարդկանց, նույնիսկ եթե նրանք մեծ քարոզիչներ են։ Հիշիր, որ արդյունքը Աստծուց է, ոչ թե միայն քո ջանքերից։ Սնվիր Աստծո խոսքով ամեն օր, ոչ միայն կիրակի օրերին։ Մի մնա հոգևոր մանկության մեջ, սովորիր ներել, համբերել եւ սիրել։ Քո հաջողությունը վերագրիր Աստծուն, ոչ թե միայն քեզ։ Մի համեմատիր քո ծառայությունը ուրիշների հետ։ Ամեն երեկո հարցրու քեզ. այսօր ես մի փոքր ավելի հասուն դարձա Քրիստոսում։ Սուրբ Հովան Ոսկեբերյանը սովորեցնում է, որ Սուրբ Հոգին լուսավորում է մարդու միրգը, որպեսզի նա ոչ միայն լսի, այլ նաև հասկանա եւ ապրի ավետարանը։ Սուրբ Օգոստոսը շեշտում է, որ հոգևոր հասունությունը չի չափվում տարիներով, այլ սիրո եւ հնազանդության աճով։ Սուրբ Գրիգոր Նյուսացին հիշեցնում է, որ յուրաքանչյուր ծառայող միայն սերմնացան է, իսկ պտուղը տալիս է Աստված։ Սուրբ Եփրեմ ասորին ընդգծում է, որ հավատացյալի սիրտը կոչված է դառնալու Աստծո բնակարանը եւ դրա կառուցումը շարունակում է ամբողջ կյանքի ընթացքում։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Պողոս առաքյալը այս խոսքերը մեզ կանգնեցնում են հայելու առաջ։ Մենք կարող ենք ընտրել երկու ճանապարհներից մեկը։ Կարող ենք ամբողջ կյանքում մնալ հոգևոր մանկության մեջ, մշտապես վիրավորվելով, նախանձելով ու բաժանվելով, կամ կարող ենք թողնել, որ Սուրբ Հոգին հասունացնի մեզ։ Հիշեք, Աստծուն չի հետաքրքրում միայն այն, թե որքան գիտես Սուրբ Գրքից համարներ։ Նրան հետաքրքրում է, թե որքանով է Սուրբ Գիրքը դարձել քո կյանքը, եւ մի մոռացեք Պողոսի մեջ ճշմարտությունը։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց,
բայց Աստված աճեցրեց։ Այս խոսքերը մեզ սովորեցնում են երկու բան։ Առաջինը՝ երբեք մի հպարտացիր, եթե հաջողություն ունես, որովհետև աճը Աստծուց է։ Երկրորդ՝ երբեք մի հուսահատվիր, եթե դեռ պտուղ չես տեսնում։ Շարունակիր հավատարմորեն ցանել, աղոթել, ծառայել, որովհետև Աստված իր ժամանակին կաճեցնի այն, ինչը դու հավատքով տնկել ես։ Թող մեր կյանքը լինի ոչ թե պարզապես կրոնական սովորույթ, այլ Սուրբ Հոգու ներգործությամբ օրեցօր վերափոխվող ճանապարհ դեպի Քրիստոսի կերպարը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս օրվա սուրբգային հատվածի բացատրությունը ուղարկել քո քրիստոնյա քույրերին ու եղբայրներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։